Հա։ Տեսեք, երբ որ Տերը խոսեց, ասավ քու ճեղքումդ գալիս է, եւ այնի հակառակ կողմից է գալիս։ Չհասկացա, այսինքն հակառակ ո՞րն է, այնտեղից որտեղից դու չես սպասում։ Ասի, օքեյ։ Հիմա նայեք, 14-րդ գլուխ Ելիցը սկսվում է ցենց։ Տերը խոսեց Մովսեսի հետ, ասելով. «Ասա Իսրայելի որդիներին, որ ետ դառնան եւ բնակություն հաստատեն Փիահիրոթի առջև, Մագդողի եւ ծովի միջև, Պեղեսփողն դիմաց։ Դրա դիմաց ծովի մոտ բնակություն կհաստատեք»։ Հիմա տեսեք։ Փարավոնը Իսրայելի որդիների մասին կասի, թե մոլորվել են այս երկրում։ Անապատը շրջափակել է նրանց։ Կկարծրացնեմ Փարավոնի սիրտը եւ նա կհետապնդի նրանց։ Ես կփառավորվեմ Փարավոնի ու նրա ամբողջ զորքի վրա եւ եգիպտացիները կիմանան, որ ես եմ Տերը եւ նրանք այդպես էլ արեցին։ Սկսենք ստեղից։ Տեսեք, հետաքրքիր բան։ Դուք գիտեք Աստծո խոսքից, որ Աստծո խոսքն ինչ ասում, որ Աստված ոչինչ չի անում, մինչև իր ծառաներին ու մարգարեներին չի հայտնում։ Կարդացել եք, չէ՞, Սուրբ Գրքում տենց համար կա։ Եվ ասում է գնա Իսրայելին ասա։ Ուզում եմ մի հատ ուշադիր լինենք, Աստված իր պլանները, իր ծրագրերը մեզնից գաղտնի չի պահում։ Եվ երբ որ վերցնում ես Աստվածաշունչը ու կարդում ես, Աստվածաշունչը իմը քո կյանքում խոսում է Աստծո պլանների մասին ու այն ծրագրերի, որ ինքը ուզում է քո կյանքում իրականացնի։ Ինքն ինչ է ասում, Երեմիա կարծեմ 29-11-ն է, որ ասում է ես խորհում եմ ձեր մասին, ունեմ խորհուրդներ եւ խորհում եմ, որպեսզի տամ ձեզ հույսը եւ ապագան։ Այսինքն դուք պատկերացնում եք ամենակարողը իմը քո մասին մտածում է, խորհում է, ծրագրեր է կազմում։ Եվ այդ ծրագրերից մեկը սա է։ Իսրայելին ասում է գնա ծովի ափին բնակություն հաստատի, Կարմիր ծովի ափին, գնա այնտեղ բնակվի։ Գնում է բնակվում է եւ թշնամուն միտք է տալիս, ասում է Իսրայելը մոլորվել է անապատում, շրջափակվել է անապատում, միտք է տալիս քո վրա հարձակվելու։ Իհարկե մենք գիտենք, որ Աստված չար բանով չի փորձում, բայց հələ տեսեք ինչ ասում է ես կփառավորվեմ Փարավոնի եւ նրա զորքի վրա։ Ուզում եմ քեզ մի բան ասեմ, այն ամենը ինչը որ այսօր քո վրա հարձակվել է, ինքը քո կործանման համար չի, ինքը նրա համար է, որպեսզի Աստծո փառքը այդ հարձակման վրա երևա, այդ զորքի վրա երևա։ Ու դու տեսնես, որ այն ինչ որ Աստված քեզ խոստացել է, ինքը քո կյանքում անելու է։ Որովհետև երբ որ Աստված քեզ խոստում է տալիս, այդ խոստման դիմաց թշնամի է բարձրանում։ Որպեսզի այդ խոստման սերմը քո կյանքից վիժեցնի։ Որ այդ խոստումը քո կյանքում չկատարվի։ Որ այդ օրհնությունը քո կյանքում չգա։ Տես Աննան ասում է որոշեցի այդ սերմը ցանեմ, հետո ասում է սկսեցի կռիվ տալ ինքս իմ հետ։ Մտածում եմ Աստծուց չի այ մարդ տես լկատակով ասում է իմ հետ ասում եմ այ մարդ քեզով էր ասում տենց բան մտածես, քեզ տենց բան որոշես կամ բան չէ։ Բայց սա Աստծո ձեռագիրն է։ Երբեք թշնամին քեզ չի ասի սերմ թանի, որ սերմդ քեզ պտուղ բերի։ Ընդհակառակը թշնամին ինչ կասի քեզ, կասի սերմդ կեր, այ մարդ այսօր մուծ բիլեր ունես, որ պիտի մուծես, այսօր բաներ ունես պիտի գնա էդի մուծի, ոչինչ սերմդ գնա օգտագործի, Աստված մեծ է, էլի կտա։ Իհարկե Աստծո ողորմությունը մեր վրա չի վերջանում, բայց Աստծո օրհնությունը գալիս է սերմի վրա, հա, ու վերջը։ Եվ տեսեք ինչ ասում, երբ որ Աստված մեր կյանքում օրհնություն է բերում, խոստում է տալիս, դրա դիմաց բանակ է բարձրանում։
բանակ։ Հետաքրքիրը սա է, որ ասում է Մովսեսը խոսեց Իսրայելի տան հետ եւ ասում է եւ նրանք այդպես էլ արեցին, լսեցին։ Երբեմն Աստված մեզ մի բան ասում, մենք լսում ենք, անում ենք, բայց շատ հաճախ կեսից փոշմնում ենք։ Այ մարտեսխի արեցի, այ մարտեսխի ցանեցի ես սերմը, կտանեի, էս ինչը կանեի, կտանեի այն ինչ հարցը կլուծեի, կբերեի էս ինչը կանեի, ինձ ով էր ասում գնա ես բանի տակ անեի, մի խոսքով, բայց եթե սիրելիս Աստված քեզ մի բան ասել է, ես այսօր ուզում եմ ասեմ, լսի, Աստված քո կյանքում խոսել է, որ ինքը խորհում է քո մասին, որպեսզի տա քեզ հույս ու ապագան, ու ինքը ծրագրեր է կազմում եւ այդ ծրագրերը դեպի քեզ գալիս են։ Քո ճեղքումը դեպի քեզ է գալիս։ Դու կարաս ասես բախի չի հասնում։ Երեք իբստե մի հատ երիտասարդի հետ խոսում եմ, ասում եմ դե լավ, Աստծուն պիտի ինքը Աստծո ապաշխարած տղա եղե, բայց հիմա մի քիչ նենց այդքան էլ հաջող կյանք չի ապրում։ Ասում եմ սենց մեր խոսքով, ասում է ախր դե երբ պետք է բա այդ լինի, երբ պետք է այդ օրհնությունները ինձ հասնի։ Ասում եմ քանի ամիս է խելոքացել ես, էլ սխալ բաներ չես անում։ Ասում է դե էս կլի մի 3.5 ամիս բան։ Ասում եմ ուզում ես մի 7 տարվա աղբը կեղտը սենց միանգամից բան եղնի Աստված քեզ եթե մի բան ա ուզում տա, զտման հենց process-ով անցկացնելու, որ քեզնից բան չթողի։ Որ այն ինչ որ տալիս ա քեզ, դու կարենաս պահես։ Վերջը։ Եվ տեսեք ինչ ա, շարունակությունը ինչ ասում։ Առաջի մասը ուզում եմ հասկանաք։ Աստված տալիս ա Իսրայելին պլանը, ծրագիրը, եւ ասում է գնա արա։ Ու մինչև 4-րդ համարում մենք տեսնում ենք դրա մասին խոսքը, որ Իսրայելը լսում է ու գնում անում է։ Երբ որ Աստված քեզ ծրագիր ու պլան է տալիս, գնա արա։ Արա ու մնա այդ ծրագրի ու պլանի մեջ։ Շարունակությունը տեսեք ինչ ասում։ Եգիպտոսի թագավորին հայտնեցին, թե ժողովուրդը փախել է։ Փարավոնի ու նրա ծառաների սրտերը փոխվեցին ժողովրդի նկատմամբ եւ ասեցին. այսինչ մենք արեցինք։ Հետաքրքիր է խուճապը, չէ՞, թշնամու բանակում։ Հետաքրքիր է մանտրաժը, հետաքրքիր է բանը։ Չէ՞ որ գրված է, որ փարավոնը եւ Եգիպտոցի ժողովուրդը եկան Իսրայելին ասին գնացեք մեզնից։ Անկամ նվերներ տվեցին, ասին մեզնից գնացեք։ Անկամ Աստծո խոսքում գրված է, որ Իսրայելը դուրս գալուց Եգիպտոսին կողոպտեց։ Եվ տեսեք ինչ ասում, ըստեղ ասում է Եգիպտացի կուչքի եկան, ասին, «Էս ինչ ենք արել»։ Էս ինչ արեցինք։ Յանի մենք ասել ենք դուս եկեք, բայց հիմա ներկայացնում են, որ փախել են մեզնից։ Փախել են մեզնից։ Եվ այսինչ արեցինք մենք, որ թույլ տվեցինք իսրայելցիներին զրկվելով մեզ ծառայություն անելուց։ Գախի եկել նայ։ Թշնամին խառնվել է իրար, որովհետև քեզ պածերի է տվել։ Որովհետև այլևս դու իրան չես ծառայում։ Դու գիտեք երբ եք դադարում իրեն ծառայելուց։ Երբ որ անում եք Տիրոջ կամքը։ Հա, այստեղ ինչ է ասում, նայեք, ասում է եւ Իսրայելը լսեց եւ գնաց ծովի այդ ափին ապրեց, բնակվեց։ Սա քո հնազանդությունն էր Աստծո խոսքին։ Եվ սա է, որ Հիսուսն ասեց, ով ինձ սիրում է, իմ պատվիրանները կատարում է։ Եվ ասեց, չէ, կարող երկու Տիրոջ ծառայել։ Չէ՞։ Չես կարա երկու Տիրոջը լսես։ Դու պիտի մի տեր ունենաս։ Դու չես կարա երկու Տիրոջ ծառայես։ Եվ այստեղ թշնամին ինչ ասում, ասում է, «Էս ինչ արեցինք, այ մարդ»։ Էս ոնց լարային ձեռներիցս տվինք։ Էս ոնց
Հաղվերդյան Գայանին պածերա տվինք։ Էս ինչ արինք։ Հայ մարդ, էս չջոգինք, էս ինչ արինք։ Զրկվեցինք իրանց ծառայությունից։ Ջոգում եք, հələ թշնամու կատղելը։ Եվ ինչ ասում, ասում է փարավոնը պատրաստեց իր կառքը ու ժողովրդին վերցրեց իր հետ։ Նա վերցրեց 600 ընտիր կառքեր եւ Եգիպտոսի բոլոր կառքերը եւ դրանց բոլորի վրա զորավորներ։ Հələ տես քո մի հատ Աստծուն հնազանդվելու, նրա խոստումը, նրա պատվերը քո կյանքում ընդունելու մեջ այս թշնամին ինչ զորքա բարձրացնում։ 600 ասում է 600 ընտիր կառքեր շարունակությունում ու ոչ միայն այդ 600 ասում է եւ Եգիպտոսի բոլոր կառքերը, այսինքն թշնամին ինչքան զորք ու բանակ ունի, քո դեմ է հանում։ Եվ ասում է ամեն կառքի վրա էլ զորականներ դրեց։ Ամեն կառքը ուներ իր իշխան դևը։ Հասկանում եք։ Եվ ինչ է անում։ Աստծո հումորը տենում եք, Աստված դեմը չի դուրս գալիս, հենց անում եւ տեսեք, ասում է Տերը կարծացեց Եգիպտոսի թագավորի փարավոնի սիրտը եւ նա հետապնդեց Իսրայելի որդիներին։ Այ քեզ բան, Տեր ջան, բոնը ինձ ազատ է սրանց ձեռից, սրանց սիրտը կարծրացնում ես, որ վրեկներս կան։ Հյումորը ինչ ուժեղ է, չէ՞ Աստծո։ Ասենք ինչքան մեծ է քո գողիաթը, այնքան բարձր է ու մեծ է քո հաղթանակի ձայնը։ Աստված մանր-մունր բաներով չի փառավորվում, Աստված sense բան չի անում, sense ստից մտից, Աստված շոու անում, շոու։ Աստված показывает, кто, где, когда, что, с кем, куда. Понимаете? Աստված ինչ անում։ Այմար, Տեր ջան, բաղոթում ենք, որ բան անես, ազատ ես մեզ Եգիպտոսի ձեռից, հազիվ։ Ախր դու մեզ ասեցիր դուրս գանք, գնանք ծովի ափը։ Այս եգիպտացիքին խի ես վրեկներ ես ուղարկել։ Նունեն գրել է show must go on։ Նունե ջան։ Կանում եք ինչ անում։ Քսի է տալի վրեկներս։ Ու տեսեք, եգիպտացիները նրանց հետևից ընկան, փարավոնի բոլոր ձիերը, կառքերը, նրա ձիավորներն ու զորքերը հասան եւ գտան նրանց։ Բանակատեղ դրած ծովի մոտ, Փյարոթի մոտիկ Բերսեբոնի դիմաց։ Գտան։ Դու գիտեիր, դու թաքնվել ես, այդ թշնամին քեզ չի գտնելու, այնինչ Տերը հենց արել որ քեզ գտնեն։ Ես լուրջ եմ ասում, սա հավատք է բարձրացնում, երբ որ դու հասկանում ես, որ քո կյանքում պատահած խնդիրներից Աստված կուրսի է եւ ինքը ռուլի տանում։ Ինքն է ռուլի տանում։ Ինքը թշնամու ձեռը չի տվել։ Թշնամին միգուցե չէր գա, եթե Աստված փարավոնի սիրտը չխստացներ։ Ինչի, որովհետև Աստված նպատակ ունի ոչ միայն քեզ ազատել Եգիպտոսից տանել, այլ Եգիպտոսը քո մեջից անել։ Դրա համար ինչ պիտի անի։ Աստված պիտի Եգիպտոսին քո աչքերի առաջ ոչնչացնի։ Որպեսզի դու այլևս Եգիպտոսին չնայես։ Բայց մի հատ հետաքրքիր բան կա այստեղ, որ ուզում եմ սրանելու շատ իրեղնեք, ասում են եկան որտեղ գտան։ Եկան որտեղ գտան։ Հա? Գտան այն տեղում, որտեղ Աստված ասել էր։ Երբ որ թշնամին գտնում է քեզ այն տեղում, որտեղ դու Աստծո կամքի մեջ ես, դու այն տեղում ես, որտեղ Աստված ասել է, որ լինես, քո պաշտպանությունդ անխոցելի է։ Դուք հասկանում եք ինչ անում Տերը։ Հիմա նայեք։
Փարավոնը մոտեցավ եւ Իսրայելի որդիները բարձրացրին իրանց աչքերը ու տեսան, որ եգիպտացիները գալիս են իրենց ետևից։ Շատ վախեցան եւ աղաղակեցին Տիրոջը։ Առաջի սխալը, որ մենք միշտ անում ենք, երբ որ մռնչացող առյուծ ենք տենում, ասма շատ վախեցան եւ աղաղակեցին Տիրոջը։ Հիմա տեսեք, ինչ են աղաղակում Տիրոջը։ Մովսեսին։ Եվ ասեցին Մովսեսին. «Միթե Եգիպտոսում գերեզմաններ չկային, որ մեզ բերեցիր անապատում մեռնելու, այս ինչ արեցիր մեզ դուրս հանելով Եգիպտոսից»։ Սա այն խոսքը չէ, որ ասում էինք քեզ Եգիպտոսում, թե թույլ տուր մեզ, որ ծառայենք եգիպտացիներին, որովհետև մեզ համար ավելի լավ է ծառայել եգիպտացիներին, քան մեռնել անապատում։ Այ քեզ բան։ Ու ինչքան հաճախ շատ քրիստոնյաներ ճամփի կեսից հետ են դառնում, որովհետև ուժները չի հերիքում շարունակեն մնալ Աստծո խոստման մեջ։ Չէ՞ որ Աստված ինքն է քեզ ասել. գնա անապատ, գնա ծովի մեջ բնակվի։ Փաստորեն հələ տես ժողովուրդը այստեղ բան են անում, որ իրանք ուզելով չեն գնացել, բանով են գնացել։ Մովսեսի ասելով, բանով, սիրներ, մարդ մի խառնեք։ Ունի արդյոք Աստված քո կյանքում քեզ ուղիղ բան ասած։ Ունես Աստծուց խոստում։ Եթե դու Աստծուց խոստում ունես, ես քեզ բան ունեմ ասելու այսօր։ Մի քիչ համբերի կտանեմ դրան։ Բայց ուզում եմ քեզ քաջալերեմ, եթե քո թշնամին գա, հիշում եք, որ այն մեկը դևերից ազատագրում է, այդ դևը գնում է Իրանից ուժեղ 7 դևերի հավքում գալիս։ Եվ գրված է, եթե դատարկ է գտնում, նրա վերջը սկզբից ավելի վատ է լինում։ Թշնամին չի փոխվել, իր գործելակերպը նույնն է։ Եվ ինչ է անում, հետ է գալիս, եւ եթե ինձ ու քեզ դատարկ է գտնում, չի գտնում, որ ես ու դու շարունակում ենք ապրել այն խոստման մեջ, որ Տերը տվել է, անգամ եթե հիմա դու դրա կատարումը չես տեսնում, բայց դու հավատում ես եւ հռչակում ես ու ասում ես, նա որ խոստացել է, նա էլ կանի։ Հասկանում եք։ Մովսեսն ասեց ժողովրդին. մի վախեցեք, կանգնեք ձեր տեղերում։ Եվ տեսեք Տիրոջ փրկությունը, որ այսօր կանգնի ձեզ համար, որովհետև այսօր ձեր տեսած եգիպտացիներին այլևս հավիտյան, հլասը հավիտյան, հլասը հավիտյան, հլասը հավիտյան, հավիտյան չես տեսնելու համար Տերը պիտի պատերազմի ձեզ համար, իսկ դուք հանգստացեք։ Այո եւ ամեն։ Իսկ դուք հանգստացեք։ Հələ տես ինչ ասում։ Բայց մի բան կա, տեսեք, ամեն բառը ուզում եմ ուշադիր եղնեք, ժողովուրդ գրած է, Մովսեսն ասեց, հələ կանգնեք ձեր տեղերում։ Կանգնի այն տեղում, որ Աստված քեզ խոստացել է, այդ խոստմանդ մեջ հələ կանգնի։ Չի ասում կանգնի ծովի մեջ, չի ասում կանգնի, չգիտեմ, ես իմ ինչ արա, ինչի, ասում է կանգնի քո տեղում, որտեղ որ դու կաս, այն խոստումը, որ Աստված տվել է քեզ, կանգնի այդ խոստման մեջ, եւ ասում է այն Եգիպտացուն, այն թշնամուն, այն մի խոսքով, այն հակառակորդին,
որ քեզ այսքան տարիներ գերության մեջ ա պահել, կյանքը փչացրել ա, այս արել, այն արել, մի խոսքով, հիմա քեզ դժվարացնում ա սայանում ա, այդ սահմանափակումները, այդ բաները, հասկանում եք Իսրայելի վիճակը, մի կողմից ծովներ, մի կողմից Եգիպտոսի զորքներ, փախնելու տեղ չկա, մնացած կողմերը անապատ էր, տուպիկի մեջ, դուք պատկերացնում եք այդ 2 միլիոն մարդու աղաղակը Մովսեսի դեմ, գոռում էին, այս ուր բերեցիր մեզ, Եգիպտոսում գերեզման չկար, այս չկար, դու մոռանում ես, որ դու գերեզմանի համար չես, քո Տերը հարություն ա առել, եւ այդ հարության հոգին քո մեջ բնակվում ա, որ քո ներսում եղած ամեն աստվածային բաներին հարություն տա։ Մենք այս ամեն ինչը մոռանում ենք, չեն կենտրոնանում այն խոստման ու այն կանչի վրա, որ Աստված մեր կյանքում ունի ու մեզ տվել է։ Եվ վախենալով աղաղակում ու մարդուց ենք կախվում, իբր մարդը մեր կյանքում բան է լինելու։ Բայց փառք Աստծո Մովսեսի իմաստության վրա, որ Մովսեսները չեն մեր կյանքում բան անում։ Մովսեսն ինչ ասավ, ասավ. հիմա ձեր տեղները հանգիստ եղեք ու տեսեք, Աստված ոնց է Եգիպտոսին մաքրում ձեր առջևից։ Այսօր ինչ ասում քեզ, գոհար, տեղդ նստի, հանգիստ, կանգնի, մնա այդ խոստման մեջ, որ Տերը խոստացել է քեզ, Անթո ջան, Քրիստին ջան, վերջը, Սոխակյան ջան, Նարինե ջան, Դարինե ջան, Գուրգեն ջան, ուպես գծետի մոյ բրուկ Գուրգեն, Աստված ձեզ բան է խոստացել, ասում է կանգնի, կանգնեք ձեր տեղերը, կանգնեք, պոզիցիան մի զիջեք, կանգնեք, ու տեսեք, ասում է, Մովսեսը չի ասում, ես եմ անելու, Մովսեսն ասում է, տեսեք, Տերը ինչ է ան, Տերը ձեր համար կռիվ է տալու, Տերը ձեր համար պատերազմելու է, ես ճեղքումս չեմ տեսնում, ճեղքումս ուր է, այսքան աղոթում եմ, կանգնած եմ, տնգել եմ, տնգել եմ, ու սկսում ենք, ես այսօր ուզում եմ քեզ ասեմ, այն ինչ որ քո կյանքում պատահում է հիմա, դժվարություն, խնդիր, հոգ, Տերը կուրցի ամեն ինչից։ Անգամ ավելին ասեմ, փարավոնի սիրտը խստացրել է։ Եվ եթե քեզ թվում է, որ քո կյանքի ուդարը շատ ուժեղ է, ուզում եմ ասեմ, ես չեմ հերքում, որ ուժեղ չի։ Ես չեմ հերքում, որ այն ինչով դու անցնում ես դժվար չի, բայց ես ուզում եմ հերքեմ այդ դժվարության իշխանությունը քո վրա։ Այդ դժվարության Եգիպտոսի իշխանությունը արդեն Տերը կտրել է քո վրայից։ Ուղղակի այդ խնդրին, այդ խնդրին, այդ հոգսին ուզում է հիմա քո աչքերի առաջ վերացնի, որ դու տեսնես ով է քո կյանքում Տերը։ Հասկանում եք ժողովուրդ։ Ասում է, արդյոք սրանից լավ խոստում։ Ասում է, ձեր աչքերով նայեք այն եգիպտացիներին, որ տեսնում եք։ Հիմա ուզում եմ մի հատ քո խնդրին նայես։ Ինչ խնդիր ունես։ Հիմա Աննան նայում է 500,000 եվրոին, որպես մի հատ մեծ գիգանտ, իրականում գիգանտ է։ Ով կարող ասի, որ 500,000 եվրոն գիգանտ չի։ Ամեն։ Հա? Սուս նայում է, եւ լսում եմ, որ Սամվել եղբայրը կարդում է իր համար Աստծո պատվերը, խոստումը։ Կարաս նայես քո հիվանդությանը, կարաս նայես քո խնդրին, առողջական, կարաս նայես քո թեկուզ քո հետ կապված, կարա լինի հայր, մայր, քեռի, եղբայր, հորքուր, քո երեխա, այն ինչ որ քեզ հարազատ է, այն ինչ որ քեզ թանկ է, եւ այդ խնդիրը կասается и тебя։ Քեզ էլ է դիպչում, դա քո խնդիրն է։ Դու նայում ես հիմա այդ խնդրին ու լսում ես, որ դարեր առաջ 4000 տարի առաջվանից, քանի որ Եբրայեցիների թուղթը մեզ ասում է, որ մենք վկաների բազմությամբ ենք ծածկված, այդ վկաների բազմությունից Մովսեսը գոռում է, ասում է, դու այլևս չես տեսնելու իրանց։ Ուշադիր նայի քո խնդրին,
Դու այլևս այդ Եգիպտացուն չես տեսնելու։ Այ քեզ բան։ Այ քեզ բան։ Եվ ինչ ասում, Տերը պիտի պատերազմի քո համար։ Շան սատակը անելու բանին Եգիպտացիքին։ Սատկացնելու է։ Շանպես սատկած թաղելու է։ Քո խնդիրը հենց է թաղելու, որ ասում է դու հավիտյան չես տեսնելու էլ իրան։ Վաու, վաու։ Քո բժշկությունը հավիտյան բժշկություն ալին։ Քո խնդիրը էլ հետ չի գալու։ Որովհետև Աստված քո կյանքում կիսատ գործ չի անում։ Աստված քո կյանքում կիսատ գործ չի անում։ Քո ճեղքումը ճամփին է։ Քո ճեղքումը արդեն ուր որ է, հայ-հայա հասնում է քեզ։ Հայ-հայա, ասենց դուրը բացի մտնում է, հենց հիմա դուրը թխկացնում է, բացի մտնում է։ Էդի Եգիպտոսի ձենը չի, սխալ ես տեսնում, աչքերը թեքի։ Եվ Տերն ասեց Մովսեսին. ինչու ես ինձ աղաղակում։ Այտա, ինչու ես ինչու ես ինձ աղաղակում։ Ասա Իսրայելի որդիներին, որ գնան։ Գնացեք։ Այմա հասկանում եք, Մովսեսն ասում է կանգնեք ձեր տեղը, Աստված ասում է գնա։ Այդ խոստումը վերցրա, կանգնի ու գնա։ Շարժվի, քեզ ասել եմ ինչ անես, շարժվի, մի կանգնած մնա։ Սիրելիներ, ուզում եմ ձեզ քաջալերեմ, մենք խոստումը, որ Աստված ձեզ տվել է, չի տվել, որ պահեք sense թաքուն մի տվել է, որ այդ խոստումով գործեք։ Որն է քո գործելը։ Թշնամին գալիս է, ասում է, հա, որ օրինակ, մենք ունենք խնդիրներ, որ մենք այստեղ թիմով աղոթում ենք, եւ դա մեր խնդիրն է։ Բոլորիս, օրինակ, ես աղոթում եմ եւ ես իմ ականջներում լսում եմ Քրիստի երեխու ծիծաղը։ Ես իմ ականջներում լսում եմ Քրիստի երեխու ծիծաղը եւ ամեն անգամ երբ որ թշնամին ինձ ասում է որ տենց բան չկա, ես իրան ասում եմ լսի, դու ստախոս ես, ես լսում եմ այդ ծիծաղը։ Ամեն։ Դու հասկանում ես, դու ունես խոստում։ Դու չպիտի սենց ուղակի այդ խոստումը ստացել եմ լավ զգալու համար։ Գիտես դու մի ամիս լավ կզգաս, երկրորդ ամսում կմոռանաս քիչ-քիչ այդ խոստման մասին, որովհետև այդ խոստումը կսկսի մարել իր ազդեցությամբ։ Բայց ինչ ասում Տերը, կանգնի տեղդ, վերցրա այդ խոստումը ու գնա։ Դա ամեն օր պետք է լինի քո բերանիդ, քո շուրթերիդ խոսքը, հռչակումը, որ ես լսում եմ իմ երեխու ծիծաղը, ես իմ երեխու քրքիջը լսում եմ, ես իմ երեխու շորերը տեսնում եմ, ես իմ երեխու խուճուճիկ մազերի հետ խաղալ եմ տեսնում արդեն, ես տեսնում եմ, ես դա տեսնում եմ, իմ ճեղքումը մոտիկ է, իմ հղիությունը այսօր էքուց է, ես տեսնում եմ դա, սա իմ երգն է։ Հասկանում եք։ 25 տարի Աբրահամն ու Սառան երգեցին Իսահակի երգը։ Բայց 25 տարի հետո ոչ թե ծնվեց Իսահակը, այլ ծնվեցին ազգերը։ Իսահակով ծնվեցին ազգերը։ Աստծո նպատակը չի քեզ մենակ Իսահակ տալը։ Աստծո նպատակը քեզ Իսահակով ազգերին ժառանգություն տալը։ Եվ դա գալիս է քեզ, դա հասնում է քեզ, ուր որա տունը տա մտնում։ Ուր որա հասնում է։ Ինչ որ մեկի մոտ 21 օր տևած, ինչ որ մեկի մոտ մի օր տևած, հիմա շարունակությունը ավելի է ողջևորում։ Էսա ես ձեզ այն օրը գցեմ հելնե կարճ պատրեք։ Աստորոյի պահանջում է ռոքսազանգերին պատասխան։ Եվ տեսեք ինչ է ասում։ Տերը Մովսեսին ասավ. ինչու ես ինձ աղաղակում։ Ես ինձ աղաղակում։ Տերը այսօր քեզ նույն բանն ասում։
Ինչ ես հելել աղաղակում, Յանիմ խոստում չունես։ Յանիմ ես քեզ չեմ ասել ինչ անես։ Ես քեզ չեմ ասել ինչ անես։ Ես քեզ ասել եմ ինչ անես։ Հիվանդները բժշկի, կույրերին տեսողությունը տուր, կաղերին քայլել տուր, մեռելները հարություն տուր, քո ներսում եղած տաղին ասա հլը վեր կաց տեղդ կայնի։ Այն կույրին, որ չի տեսնում Աստծո խոստումը մոռացել է, մի հատ ասա լաշկերդ բացի։ Այն մեռած հույսերիդ ասա լոբ, կենթանացեք, վեր կացեք։ Ասում եմ մի գոռա, մի աղաղակի։ Ձեռդ գավազանդ մեկնիր ու ծովը ճեղքի։ Եվ Իսրայելի որդիները ծովի միջով գնան ցամաքով։ Եվ ես ահա պիտի կարծացնեմ եգիպտացիների սիրտը ու նրանք պիտի գնան սրանց ետևից եւ ես պիտի փառավորեմ փարավոնի եւ նրա բոլոր զորքի, նրա կառքերի եւ նրա ձիավորների առաջ եւ եգիպտացիները կիմանան, որ ես եմ Տերը եւ ես կփառավորեմ փարավոնի եւ նրա կառքերի եւ նրա ձիավորների առաջ։ Այ մարդ էլ Աստված քանի անգամ ասի։ Ասма լսի, այն ինչ որ քո կյանքում պատահումը, ես այդ ամեն ինչը անում եմ, որպեսզի եգիպտացիք իմանան, որ ես եմ Տերը։ Չի անում է, որ անթառամն իմանա, այլ անթառամի վրա հարձակված եգիպտացիքին ցույց է տալի, որ ինքը անթառամի Տերն է։ Հասկանում եք։ Բայց հարցը նրանում է, որ Իսրայելը չի հասկանում, որ իրան խոստացողը, իրան ասողը ով է։ Ինչ է գորգորում, ինչ է սլյունի սպուստիլի, սլյոզի կացիլիս։ Այ մարդ, լմյատ տեղներդ կայնեք, վերցրեք։ Դուք հասկանում եք, ես ես ամենը ինձ, այն ինչ որ ես խոսում եմ, ինձ Աստված ավտոյի մեջ այսօրն է գցում։ Լավ ինչ ես ունքերդ գիտեղ, խի ես հիասթափվել, ինչ ես երկրի օրենքներից կախվել, խի ես մտածում, որ սենց է, ինչ, տեղդ կայնի, ու ես գոռում եմ, տեղդ կայնի, ես երկու օր ես գործի չեմ եթում, ստեղ գործի չգնալը հանցագործություն է, որովհետև դու կռուպնի գումարից ընկնում ես, ու ամսվա վերջ մուծմանը ժամանակ երևում է, որ սպիցևի մանավանդ, որ կնիկս էլ չի թողում գնամ գործի, դե գիտեք, այն ասում է, ով իրա կնկանից չի վախում, խզիկ է։ Հմ ինձ ասում եմ մի գնամ, ես է չեմ եթում, հանկարծ գնամ խզիկ կլեմ, չէ, չեմ վախեմ, բայց վախում եմ չեմ եթում, ինչ ասում է անում եմ, հլու հնազան։ Յա, էլ ինչ ես խոսում։ Վայ, լսում է, վայ, այստեղ ես ակ։ Լավ, նայեք, ինչ ասում է, ասում է դուք ձեր անելիքն արեք, դուք գործ չունեք ես թշնամու հետ ոնց եմ վարվում։ Ես կարծրացնում եմ իրանց սիրտը, որ իրանք մինչև վերջ գան ձեր հետևից։ Որովհետև ես ձեր հետ ոչ թե անապատում ծրագիր ունեմ, ես ծովի մեջ ծրագիր ունեմ ձեր հետ։ Վաու։ Տեր, ծովի ձեռս մեկնել եմ, չի տեղքվում։ Տեր, գավազանս մեկնել եմ, բա ինչքան մեկնած պահեմ, բա աղոթում եմ, ոչ մի բան չի լինում, Տեր։ Եվ հիմա տեսեք ինչ ասում։ Աստծո հրեշտակը գնում էր Իսրայելի բանակի առջևից, տեսեք ինչ փոփոխություն է տեղի ունենում։ Հրեշտակը գնում էր բանակի առջևից, ասում է, ելավ եւ գնաց նրանց ետևը։ Ճոգում եք երկինքը սկսեց շարժի մեջ մտնել ձեր համար։ Սկսել է այն որ քեզ հետևից քիգունքից խփում էր, հիմա հայտնվել է հրեշտակի հետ նույն գծի մեջ։ Ձեզ մի հատ լավ բան ասեմ, տեսեք, մենք գիտենք, որ Աստված թշնամի չունի, պարզ գիտենք, չէ՞, որովհետև Աստծուն հավասար մեկը չկա, որ Աստծուն թշնամի եղնի։ Երբ է քո թշնամին մերն է, երբ է քո թշնամին քո առջևից փախնում։ Հիմա նայեք, էսի սենց 3 մատս երևում է, նայեք, էսի մեջտեղինը դու ես, էսի Աստվածը, էսի քո թշնամին է։ Քո թշնամին քո դիմաց է, ոչ թե Աստծո դիմաց է։ Աստված թշնամի չունի։ Բայց եթե դու ուզում ես, որ քո թշնամին քո առջևից փախնի,
դու պետք է այսա լինելով ծալվես, որ ինքը մնա քո ու քո Աստծո արանքը։ Հիմա էսի կարա կանգնած մնա Աստծո առաջ։ Չի կարա, չէ՞։ Ով է խանգարում Աստծուն քո թշնամու հարցերը լուծելը։ Դու, որ կանգնում ես իրանց մեջտեղը։ Դու հələ իրանց մեջտեղից հեռացի, հələ իրանց մեջտեղից գնա, չէ՞։ Ասենք գնում ես մնացին մենակ։ Արդյոք կա մեկը, որ կարա կանգնի։ Այո, խոնարհվել Կարինե ջան։ Եվ տեսեք, ասում է հրեշտակը ելավ նրանց ետևից, գնաց նրանց ետևից, ամպիսյուն էլ ելավ նրանց առջևից եւ կանգնեց նրանց ետևում։ Եվ տեսեք ինչ ասեմ, եւ եգիպտացիների բանակի եւ Իսրայելի բանակի մեջտեղը եկավ։ Ինչ արեց Տերը, եկավ քո ու քո թշնամու մեջտեղը կայնեց։ Եվ տեսեք ինչ ասում է, եւ ամպ ու խավար կար մի կողմի համար, այդ ամպ ու խավարը քո համար չի, քո թշնամու համար է, որ ինքը դեպի քեզ բերող ճամփեքը սաղ կորցնի, չջոգի։ Եվ բայց մյուս կողմի համար գիշերը լույս էր տալիս, գիշերը չգիտեմ եք այդ ամպը ինչ է անում։ Գիշերը քո համար լույս էր տալիս, բայց բանին անուն ինչ է։ Եգիպտացիներին խավար ու փոթորիկ վերջը, որ ինչ անի, եգիպտացիք չկարենան մոտենան։ Հետաքրքիր է, որ Աստված միաժամանակ քո համար լույսա թշնամու համար խավարը։ Միևնույն ժամանակում Աստծո ամպը քեզ լույսավորումը, Աստծո ամպը քեզ լույս է տալիս, բայց թշնամուն խավար է ծածկում, որ նա դեպի քեզ բերող բան չանի։ Եվ ասում է ամբողջ գիշեր չմոտեցան միմյանց։ Ինչի համար ամբողջ գիշերը չմոտեցան միմյանց։ Որտեվ Աստված քո գիշերներում քո համար գործ է անում։ Աստված քո գիշերում գործ է անում։ Գիշերը, որ քո համար մութ է ու դու չես տեսնում, ոչ քո ճանապարհները, մենք գիտենք, մարդը գիշերը ինչ անում, քնում է։ Մարդը գիշերը ինչ վիճակ է, գիշերը ինչ վիճակ է։ Երբ որ մարդու կյանքում գիշեր է գալիս, կամ քնում է, կամ տանից դուրս չի գալի, ինչի, որովհետև մութ է, ոչինչ չի երևում, չէ՞։ Բայց ուզում եմ հավատաս, որ եթե անգամ հիմա քո կյանքում ինչ որ գիշեր կա, վստահի Աստված գործ է անում այդ գիշերվա մեջ։ Հիմա կգանք այդ տիկին, որ դուք տեսնեք Աստված ինչ անում ձեր համար։ Մովսեսը մեկնեց իր ձեռքը ծովի վրա։ Տերը արևելյան սաստիկ քամիով ամբողջ գիշեր քշեց ծովը։ Հլասա ամբողջ գիշեր։ Այս գիշերը քո խավարն է, այս գիշերը այնտեղն է, որտեղ դու չես գործում, բայց Տերը քո համար գործում է։ Դուք պատկերացնում եք, մի ամբողջ գիշեր Տերը քամի փչեց, որպեսզի ծովը քո համար ճեղքի եւ այդ քամին ծովի տիղմը քո համար չորացնի։ Տերը քո համար ասֆալտ էր գցում։ Ասֆալտ էր անում, որ կարենաս 4 ճամփով երկրով գնաս։ Հետաքրքիր Աստծո գործելը, չէ՞, կարար այդ ազգին վերցներ դներ ընդ։ Բայց գիտես, երբեմն մի բանը, որ քո կյանքում մի քիչ բանով է այդում, նենց ժամանակ է պահանջում, դժվար է թվում, կամ երկար է թվում, կամ բան, ուզում եմ հասկանաս, որ Տերը գործ է անում ու չդադարես սպասելուց։ Հիմա նայ, ասում է Տերը ամբողջ գիշեր քչեց ծովը եւ ցամաքեցրեց այն եւ ջրերը ճեղքվեցին։ Մի հատ ասա Տերը ին գիշերվա մեջ, ամբողջ գիշերվա մեջ, կիսատ գիշեր չի, ամբողջ գիշերը։ Տերը քո ամբողջ գիշերու մեջ քո արջև եղած ծովը ցամաքեցնում է։ Ծովը, քո արջև եղած ծովը
Քո սահմանափակումը ցամաքեցնում է։ Եսայա 43:18-ը ասում է, որ ես քո համար նոր բան եմ անում, հները մի հիշեք նոր բաները, բան չի ասում, ես քո համար անապատում եմ ճանապարհներ եմ բացում։ Ընդհանրապես անապատում առանց նավիգացիայի ճամփորդելը դժվար է, որովհետև այնտեղ ճանապարհ չկա։ Կարող է այսօր Քամինգշի բլուրը բերի այստեղ, մյուս օրը Քամինգշի բլուրը տանի այն կողմ։ Անապատում դաժե քարտեր չկա, որովհետև լանդշաֆտ չկա։ Բայց Աստված ասում է, ես այդ անկարելիության մեջ, ես այդ սահմանափակության մեջ, ես քո համար ճանապարհ եմ բացում։ Հիմա Աստված զբաղված է քո ճամփեն բացելով։ Դու ձեռդ մեկնի։ Հիմա մի հատ մարգարեական քո խնդրի վրա ձեռդ մեկնի եւ ասա, ծովին ասա, բացվի, ճեղքվի։ Այդ սահմանափակման ասա, դու այլևս իմ վրա իրավունք չունես։ Ճեղքվի։ Եվ Իսրայելի որդիները ասում են, ծովի միջով ցամաքով գնացին։ Ասում է, ջրերը նրանց աջ եւ ձախ կողմերից Պարիզ դարձան։ Երբ որ Տերը իմ հետ սկսեց խոսալ այս պահով, մի հատ տեսարան ցույց տվեց հոգու մեջ, ծիծաղից խնդալուց խելքս գնացել էր։ Նայեք, պատկերացրեք Իսրայելը ծովի մեջով անցնում է, ջուրը Պարիզ պա։ Անցնում է եւ տենում է, ակուլեն կատաղած գալիս է։ Ակուլեն էլ ինչ է, չէ՞, սենց գալիս է մարդ հա տեսել, ուզում է ուտի։ Գալիս է ու զզախ այդ պատին է կպնում, քիթը ջարդելով գնում։ Կետը ընդեղից գալիս է, գիտի հովնանն է, գալիս է կուլտա, դե մի հատ փորձառություն ունի, չէ՞, մի անգամ հովնանին կուլա տվել։ Արա ասում է, այս ինչ քիքեք են ընկել ձեռը, զախ։ Իսրայելն ինչ է անում, անապատ այդ արանքով անցնելուց սենց անում, ակուլա, պրիվետ, կետիկ, պրիվետ։ Եվ դու ստեղ հիշում ես, մավան շուքի ձորով կանցնես, եւ քո բնակարանին ոչինչ չի մոտենա, դու կնայես քո աջից, քո ձախից, քո թշնամիներին եւ 1010 ինքնելը կտենաս, որովհետեւ Աստված ինքը քեզ անցակացնում այդ ձորով, Աստված ինքը քեզ անցակացնում այդ ճեղքված ծովով, Աստված ինքն է քեզ անցկացնում։ Բարևի ակուլային ասա, տղա ջան, ես քո ռամսերով չեմ, ես քո կերակուրը չեմ, տղա ջան, դու ինձ կուտալ չես կար, կեցիկ, կիցիկ, ասում ես, ղժա, խնդա, ծիծաղի, որովհետև Աստված քո թշնամիների առաջ ինչ արեք, սեղանը փռել, քեզ ասում է անցի, մահվան շուքի ձորն անցի, եւ դու սենց բարելով, մի բան էլ կհելնեի կթռվռայի, կպարայի, դու սկսում ես անցնել, նայում ես, եկավ, ակուլեն եկավ, այս մեկը կետը եկավ, բան, հա, պրիվետ Դելֆին, ընկեր ջան, այդ տղեկին ասա, որ վերջ, հասկանում եք, Աստված ինչ է ուզում ցույց տա քեզ, ասում է ջրերը Պարիսպի նման կայնեցին, դառան ակվարիում, ակվարիումի ձուկը քեզ ինչ կարող անի։ Այն որ ծովը քո համար սահմանափակություն էր, դա թշնամու տարածքն էր, քեզ խեղդելու, քեզ կործանելու վայրն էր, Աստված ծովը սարքեց ակվարիում թշնամիների համար, քո սահմանափակությունը սարքեց թշնամու սահմանափակումը, եւ քո այն ինչ որ քեզ էր սահմանափակում, դարձավ թշնամու համար սահմանափակում։ Եվ գրված է, որ նրանք սկսեցին անցնել, եւ եգիպտացիք նրանց ետևից ընկան, ակուլեքը նրանց հետևից ընկան։ Փարավոնի բոլոր ձիերը, կարկերը, ձիավորները նրանց ետևից գնացին ծովի մեջտեղը, հասան ծովի մեջտեղը, առավոտը դեռ չբացված։ Քո առավոտը դեռ չի բացվել։ Եվ Աստված ինչ ասում։ Դեռ չբացված Տերը կրակի եւ ամպիսյունից նայեց եգիպտացիների բանակին եւ խոճապի մատնեց եգիպտացիների բանակին։ Ամենալավ հաղթանակը պատերազմներում լինելուց սա է, որ թշնամին իր բանակում խոճապ է հանգնում։ Չի իմանում հրամանատարն ով է, ում հրամանին լսի, ինչ անի, ոնց անի, խոճապ գցեց, որ փարավոնը հանկարծ չասի, «Դավայ թռանք տղեկ ստեղից թռանք»։ Ինչի, որովհետև Աստծո նպատակը սա էր, որ ծովում խեղտամա հանի։ Այն որ այսօր քեզ սահմանափակում է, քո շարժը, քո տաղանդը, քո պարգևը, քո օծությունը, Աստված այդ սահմանափակման մեջ քեզ սահմանափակողին խեղդելու է։
Քո վրա եղած օծությունը, ջուրը, քո վրա եղած կանչը այնքան է բարձրացնելու, որ քո թշնամին քո սահմանափակման մեջ իր պարտությունն է տեսնելու։ Այն ինչ որ մի ժամանակ քեզ սահմանափակում էր, հիմա դառնալու է քո հաղթանակի վայրը։ Ամեն անգամ ծովին նայելու ես ու հիշես Աստված ոնց է ծովի մեջ խորտակեց Եգիպտոսին ու իր զորքին։ Եվ ասում է հանեց նրանց կառքերի անիվները։ Ես էսի անկեղծ չեմ հասկանում։ Աստված ոնց է կառքերի անիվները հանում։ Ասենք մի բան եմ հասկանում, երևի Իսրայելի համար ասֆալտը հարթ էր, երբ որ հերթ հասավ որ եգիպտացի կանցնեն, քարեր մարեր գցեց բանի տակը, ակների տակը, այդ ակները դուրս էին թռնում։ Իրանց այդ բանից դուրս էին թռնում։ Չէ՞։ Ասում է անիվները դժվարությամբ էին առաջ շարժվում, որպեսզի որ եգիպտացիներն ասում էին. «Փախչենք»։ Աստված չի ակները հանում, որովհետև եգիպտացիք ջոկել էին, որ տեսեք ինչ ասում, փախչենք իսրայելացիներից, որովհետև Տերը նրանց համար պատերազմում է։ Եթե դու Աստծո որդի ես, խաչի վրայից իջի, սա թշնամու աղաղակն էր, որովհետև ինքը տեսնում էր իր պարտությունը խաչի վրա։ Եվ երբ որ ծովի մեջ Եգիպտոսը հասկացավ, որ էսի Աստծո գործն է, Աստված իրանց բերել այստեղ, որպեսզի Իսրայելի համար պարտության մատնի, Եգիպտոսը որոշեց փախնել, բայց էլ խուճապի ճանապարհ չկար։ Էլ փախուստի ճանապարհ չկար, ինչի, որովհետև այն ծովը, այն սահմանափակումը, որը քո կյանքում կար, Եգիպտացիների համար դարձավ ակվարիում, սահմանափակ, փախուստի ճանապարհ չկար, եւ ինչ տեղի ունեցավ։ Եվ Տերը Մովսեսին ասեց. «Մեկնի ձեռդ ծովի վրա»։ Մի ծովի վրա։ Մի բան ասեմ, մոռացա չեջտեմ։ Երբ որ դու ձեռդ մեկնում ես ծովի վրա եւ դե գրածա Տերը արևելյան քամի փչեց եւ ամբողջ գիշեր սկսեց ծովը ցամաքեցնել, գիտեք դա ինչ է նշանակում։ Աստված ծովը հակառակ կողմից սկսեց ճեղքել։ Արևելյանը հակառակ կողմն էր, քո ծովը հակառակ կողմից է ճեղքվում։ Միգուցե դու այսօր չես տեսնում դա, բայց քո ծովը դեմից ճեղքվում է, ուզում եմ հավատաս, սպասես, Աստված այն ծերից ճեղքելով գալիս է։ Միքայելը Պարսից իշխանի հետ կռիվ տալով գալիս է, որ Աստծո ազատությունը քեզ հասցնի, քո համար երկինքը ճեղքում է այսօր, քո համար արևելյան քամին փչում է, եթե դու այսօր դա չես տեսնում, չի նշանակում, որ քո ծովը այն դեմից չի ճեղքում։ Հասկանում եք ինչ անում Աստված։ Եթե Աստված քո կողմից փչեր, դու չէիր հասցնի։ Միգուցե այդ քամու տակ դու էլ ընկնեիր, փչվեիր, գնայիր։ Աստված հակառակ կողմից փչելով, ասֆալտ գցելով գալիս է դեպի քեզ։ Որ գիտեք ինչի։ Եթե քո կողմից սկսի ճեղքելը, դու ամբողջ պատկերը չես տեսնի, բայց երբ որ քո դեմից է ճեղքում, ծովը բացում է, դու ամբողջ ճամփեն միանգամից տենում ես ոնց պիտի գնաս։ Դրա համար Եսայան աղաղակում եւ ասում է. «Եվ երբ որ նա մի ճանապարհ քշինի, մի պողոտա եւ նրա անունը կդնի սրբության պողոտա», ասում է, այնտեղ անգամ դյուրագայթոտը չի սահի ու չի սայթակի։ Դյուրագայթոտը գիտեք չէ որն է, այն մարդն է, ով շուտ գայթակղվում է, ով շուտ հետ է նահանջում։ Եվ Աստված դրա համար մի հատ ճանապարհ է սարքում, որ դու վերջը տեսնես։ Իսկ ո՞րն է այդ ճանապարհը։ Աստծո խոսքն ասում է, որ Աստծո խոստումները մեզ համար այո եւ ամեն են։ Աստված մեզնից թաքուն բան չի տվել, հա ժողովուրդ։ Երբ որ դու բացում ես այս գիրքը, այս գրքում գրված է Ա-ից մինչև Վ գրված է այս գրքում։ Այս գրքում ամբողջական աստվածային պլանը գրված է։ Կլինեն պատերազմներ, ասում է, կլինեն, բայց դու քաջ եղեք, մի նեղվի։ Ես հաղթել եմ աշխարհին։ Աղության մեջ մնաց, ես հաղթել եմ։ Կգա կռիզիս։ Հիմա Ամերիկան ապրում է երևի իր ժամանակահատվածի 3-րդ կռիզիսային էտապը։ Խուճապը, դու տենաս մարդիկ ինչ խուճապի մեջ են։ Ամբողջ աշխարհն այսօր խուճապի մեջ։ Էջ էլ թե։
Հեչ էլ թե, այսենց ես էլ երկու օրա գործի չեմ եթա։ Մեկը իմ ձեռը չի ինձ պահում։ Մեկը օրտնողը ինձ ով է։ Եթե նա խոստացել է, որ ես քեզ ծտերից ավելի լավ կկերակրեմ, Շուշանից ավելի լավ կհագցնեմ, նա է խոստացել։ Okay։ Իսկ ես նրա ճաշակին վստահում եմ։ Ես նրա ճաշակը լավ գիտեմ։ Նա երբեք կիսատ բան չի անում։ Եվ պիկը սա է, որ այսօր ուզում եմ ես մեխը մխեմ քո կյանքում, սիրելիս։ Քո ճեղքումը հակառակ կողմից գալիս է։ Արևելյան քամին քո համար փչում է։ Տերը քո համար գործ անում։ Տերը անգամ իր հրեշտակին ուղարկել է քո հետևից ամպի, մառախուղի սյունով Պարիսպի պես անցավ, փակեց, որպեսզի թշնամին դեպի քեզ չտենա, եւ այդ ամպից քեզ լույս է տալիս, նրանց խավար է տալիս, քեզ լույս է տալիս, նրանց եւ դրա համար էլ նրանք միշտ խավարի իշխանության մեջ են։ Եվ դրա համար էլ նա կոչվում է խավարի իշխանություն։ Իսկ դու կոչվում ես լույսով որդիներ, որովհետև քո վրա ծագել է Աստծո լույսը։ Ինչ որ բան տալիս է ձեզ։ Դուք ջոգում եք, որ ձեր համար արևելյան քամին փչում է։ Ասա իմ ճեղքումը գալիս է։ Հələ գնա դուրդ բացի, կարող է թխկացնողը ինքն է։ Կարող է քո տան դուռը ինքն է թխկացնում։ Հասկանում եք, նայեք, գրված է, որ Պետրոսին գցեցին բանտ, ամբողջ եկեղեցին աղոթում էր։ Աստված գնաց Պետրոսին բանտից ազատեց, Պետրոսն եկել է դուռը թխկացնում է, ծառան դուռը բացեց, նայեց Պետրոսն է, դուռը վրեն փակեց։ Չհավատաց, որ Պետրոսն է։ Բախի ես աղոթում, որ չես հավատում։ Երևի Աստված կայծակնային պատասխանեց։ Այդքան արագությամբ պատասխանեց։ Վազելով դուռը փակեց, գնացել է այնտեղ ժողովրդին ասում է. Պետրոսն է։ Պետրոսն է։ Այ աղջի ջան, այ ծառա ջան, այ աղախին ջան, Պետրոսն է, բացի, բայց այսքան աղոթում ենք, որ Պետրոսն եկել է դուռը վրան փակել ես, եկել ես մեզ ասում ես, այն խեղճ Պետրոսն է զարմացած ասում է, կարող է բանա փոխվել, կարող է հասցեն եմ խառնել, կարող է սխալ տուն եմ եկել, հա, կարող չես ջոգում, կարող է, չէ, կարող չի, դու ճիշտ հասցեում ես, ձեռդ մեկնի, խոսա դուռը, որ բացվի, ասա, խոսա, քո ճեղքումդ հասել է, քո տուն դուռը թխկացնում է, որ բացում ես ճեղքումանը, տեսնում ես, մի ասա, էսով է, սկսի ճանաչել քո ճեղքումներին, սկսի ճանաչել քո կյանքի առաքյալներին, սկսի ճանաչել քո կյանքում աղոթքների պատասխանները, սկսի ընկալել, սկսի ընդունել, սկսի վերցնել, սկսի օրհնվել, այսօր 500,000-անոց է տունը, վաղը թող միլիոնանոց լինի, այսօր ավտոտ 200,000-անոց է, թող վաղը սամալյոտ լինի, թող ինքնադիր սկսի ճանաչել քո օրհնությունները, որովհետև նրանք ճեղքելով գալիս են։ Այսօր Լարան մի քանի տներ ունի, որ Լարա ջան, աղոթքով գնա ճանաչի վաղվա մյուս օրվա քո հյուրանոցային համալիրները, ճանաչի քո բիզնեսի տարածում, ճանաչի։ Հիմի Լարան ասում, այ մարդ չեմ ուզում, ես հոգևոր ծառայություն եմ ուզում։ Ոչինչ, թող մարդը ճանաչի քո հյուրանոցները, դու էլ այդ հյուրանոցներում տեղավորի մեզ, մեր նման սուրբերին հրավիրի կանչի, լավ կոնֆերենց զալեր սարքի, հասկանում եք, խեղճությունը քոնը չի, որովհետև քո համար Աստված է կռիվ տալիս, քո համար Աստված է ճեղքում, Աստված ավելի լավ ասֆալտ փռել գիտի, քան մեր հայ ժողովուրդը։ Ես ուզում եմ հարց տամ, Սահակյանն ասում, ով չի ուզում տվեք ինձ։ Հա, հələ դու սկսի տալը Արմինե ջան, հələ դու կան այն ինչ որ ունես, էդի տուր հետո վերցրա։ Ասում ամբողջ գիճեր քամին փչեց։ Էսի հատվածի մասին է խոսում։ Էսի ինչ որ ժամանակի հատվածի մասին է խոսում։ Գիճերը կարա տևա 8 ժամ, 9 ժամ, 10 ժամ, համենայն դեպս, բայց դա հատված է։ Ես չգիտեմ քո կյանքում հիմա դու որ փուլի մեջ ես, որ ժամահատվածի մեջ ես, բայց ուզում եմ չդադարես ձեռդ ծովի վրա պարզելուց, որովհետև քամին սկսել է փչելը։ Որովհետև քամին սկսել է փչելը։ Ձեռդ պարզի։ Եվ
Երկրորդ անգամ Աստված երբ որ ասեց Մովսես ձեռդ բարձի, այդ ինչ անխիղճ էր Մովսեսը։ Ռամզեսի հետ մեծացել է, հաց է կերել, Փարավոնի տանը, իրար հետ աղբոր պես աճել են 40 տարի։ Ու Աստված ասում է ձեռքդ մեկնի, որպեսզի ես ջրերով ծածկեմ իրան։ Եվ շատ անգամներ, որպեսզի մենք հաճեցնենք Ռամզեսներին, մեր ձեռը չենք բարձում։ Հասկանում եք։ Շատ անգամ դու քեզ մտերիմին հաճեցնելու համար Աստծո պատվերը չես անում։ Բայց Աստված այսօր ուզում է, որ այն ինչ որ ինքը քեզ ասում է, որ դու անես, ինքն ուզում է, որ դու դա անես։ Անկամ եթե դա ինչ որ մեկին քո Ռամզեսին դուր չի գալիս։ Եվ դրա համար Պողոս առաքյալն ինչ է ասում։ Ասում է հիմա ես ում հաճեցնեմ, մարդկանց թե Աստծուն։ Եվ ասում է քավ լիցի, որ ես մարդկանց հաճեցնեմ։ Ում հաճեցնեմ ես Ռամզեսին, որ 600 հոգանոց հետևակ էր վերցրել իմ հետևից գալիս էր, որ ինձ սպանի, որ իմ ազգին սպանի, որ նորից գերության տանի։ Լսի, մի բարեկամացի այն մեկի հետ, ով կտրում է քեզ Աստծո խոստումներից։ Դավիթն ասում էր, ես ընկերն եմ բոլոր նրանց, ով վախենում է քեզնից Տեր։ Թող քո ընկերների, թող քո Ռամզեսների շարքը լինեն այն մարդիկ, ովքեր կվախենան Աստծուց։ Միգուցե դրանք Ռամզեսներ չլինեն, միգուցե դրանք թագավորներ չլինեն, միգուցե դրանք սուպեր գերոյներ չլինեն, միգուցե դրանք հասարակ ռամիկ մարդիկ լինեն, բայց այս մարդկանց ուժն ու կարողությունը ավելին է, որովհետև նրանք Տերից վախենալ գիտեն։ Ամեն։ Եվ արդեն շարունակությունը դու գիտեք, որ ծովը նրանց ծածկեց, եգիպտացիք վարի գնացին, այն ինչ որ քեզ սահմանափակում էր, այն ինչի մեջ դու տեսնում էիր քո վախճանը, այն ինչի մեջ դու անելանելի էիր ու չէիր հասկանում ինչ է լինելու, ոնց է լինելու, Աստված ծովը քեզ համար դագաղ է սարքել, դու էլ բողոքում ես, ասում ես ինչի Եգիպտոսում գերեզման չկար, որ բերիր ես ծովում ես աղի ջրում ու ակուլեքին բաժին դարձնես, ես անապատում մումիաներ սարքես, չորացնես, թամքցնես, մեզ կոտորես։ Աստված այդ ամեն ինչը վերցրեց, ցենց փաթաթեց, ծովի մեջ դրեց եւ մի հատ հուշակար վրեն դրեց։ Սա քո գերեզմանը չի։ Սա քո հաղթանակի վայրն է։ Սա քո տկարությունը չի։ Պողոս առաքյալը այնքան լավ էր հասկացել, որ ասավ, երբ որ տկարանամ, այն ժամ կզորանամ։ Իմ տկարությունների մեջ է, որ ասում է Տիրոջ փառքը ավելին է։ Վաու։ Եվ դրա համար առաքյալն ասում է, ուրախացեք, երբ կերպ փորձությունների մեջ եք ընկնում։ Որովհետև այդ փորձությունը քեզ ուտելու համար չի, այդ փորձությունը քեզ կուլ տալու համար չի, այդ փորձությունը նրա համար է, որ ինքը այդ փորձությանը սատկցնի, փառավորվի, Աստծո ուզած էսա, որ ինքը քո կյանքում փառավորվի։ Եվ երբ որ ինքը քո կյանքում փառավորվի, ամբողջ Եգիպտոսը կտեսնի։ Եվ ասեց, Տերն ասեց, ես ուզում եմ, որ Եգիպտացիների զորքի ու բանի վրա փառավորվեմ ու դուք տեսնեք։ Հիմա նայի քո խնդիրներին ու ղժա։ Ասա, արևելյան քամին փչում է։ Իմ ճեղքումը մոտ է։ Տերը, եթե ես գիշերի մեջ եմ, ապա ես հավատում եմ, որ Տերը գիշերվա մեջ քամի է փչում։ Փչում է։ Ես չգիտեմ ինձ Աստված ինչ անելուց դեր։ Ես ամեն օր ինձ հարց եմ տալի, ինձ հետ վերել Ամերիկա։ Ամեն օր հարց եմ տալի, ամեն օր հարց եմ տալի, ամեն օր հարց եմ տալի։
Բայց տեսնելով այս երկրի վիճակը, ես տեսնելով, որ արդեն կառավարիչները, նախարարներն ու բիզնեսմենները սկսել են դևերից խոսալ, ես հասկանում եմ, ինձ խիաբեր է ստե։ Ես հասկանում եմ, ինձ խիաբեր է, որ իմ կյանքում փառավորվի խավարին կործանելով, որպեսի այս երկրում խավարում լինողը նստողը տեսնի ու հասկանա, որ կա մի հատ Տեր ու Թագավոր եւ նայա միակը անկրկնելի, նայա Հիսուսը։ Դեմը դուք պատկերացրեք, ես ավտոյում ինչ վիճակի մեջ էի։ Ես նորից ծնվում։ Ու նորից ասում եմ Տեր, օգնի ես ընթացքը ճիշտ գնամ, ձեռս չհոգնի ծովի վրա պարզած լինելուց, ձեռս չհոգնի Տեր։ Միգուցե ինձ Ահարոն ով վրա պետք, որ ինձ ձեռները բարձր պահեն, եւ միգուցե դրա համար է հենց այս թիմը, որ մենք իրար բարձր պահենք։ Բայց սերներ, Մովսեսը ճեղքեց, ժողովուրդը անցավ, բայց ոչ միտեղ գրված չի, որ հաղթանակը Մովսեսինն էր։ Ոչ միտեղ գրված չի, հաղթանակը Իսրայելինն էր։ Եվ Աստված Իսրայելի մեջ փառավորվեց։ Հասկանում եք։ Սա շատ կարևոր է, որ մեզ խոնարհության մեջ պահի։ Այն ինչով դու կանցնես ու կհաղթես, այդ հաղթանակը ոչ թե նրա համար է, որ քո անունը բարձր հնչի, այլ դու պիտի հիշես, որ Աստված ինքն ասեց, որ ես կփառավորվեմ եգիպտացիների։ Չասեց ես Սամվելին կփառավորեմ, ասեց ես կփառավորվեմ։ Իսկ Հիսուսն ինչ ասեց, ասեց, երբ որ ինձ կփառավորեք, դուք էլ իմ մեջ կփառավորվեք։ Երբ որ մենք սովորենք փառավորել նրան, իսկ ամենալավ փառավորելու մեթոդը սա է, եթե նա խոստացել է, ուրեմն կանի։ Եթե նա խոստացել է, ուրեմն կանի։ Ամեն։